Բարև ձեզ, ուրեմն մարդկանց վնասները մերժում են Աստծո իմաստները մարդկանց մտքում, ուրեմն այն ինչի միջով որ անցնում ես կամ վնաս ես կրում, այդ պատճառով ունենում ես տարբեր մտքեր, լարված ես լինում, նեղվում ես, ընկնում ես ծայրահեղ վիճակների մեջ, սրանք ապրումներ են, ու միգուցե էլի բաներ, այն ինչ որ թվարկեցի ու միգուցե էլի բաներ, սրանք բաներ են, ապրումներ են, որոնք շեղում են մարդուն Աստծո իմաստներից, ծանրաբեռնում են ու շեղում են մարդուն Աստծո իմաստներից, Աստծո կամքից քո կյանքում, Աստծո կամքից քո կյանքում, եթե այս ամբողջը մարդը չկարողանա հասկանա, կարող է գնալ լրիվ մի ուրիշ կողմ, ու կստացվի մի ուրիշ արդյունք, որը քեզ ընդհանրապես պետք չի, ուրեմն ինչա պետք անել, նախ պետք է հասկանալ, ինչի է դա լինում, նախ պետք է հասկանալ ինչի է դա լինում ու որ դա Աստծո վտանգը չի, ու որ դա Աստծո վտանգը չի, պետք չի վախենալ, պետք չի խուճապի մատնվել, պետք է հասցնել Աստծո կամքի իմաստը քեզ համար, Աստծո կամքն է հասկանալի լինելու, ոչ թե վնասը, Աստծո կամքն է հասկանալին լինելու, ոչ թե վնասը,